Հիմա Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տա, որ ինքը սենց բան է, էլի վագր բռնապետ է, սենց առյուծ։ Վահագն Հովակիմյանին տեղն եմ, ես երևի գերեզմանը կմտնեի 3 գիշերը։ Ինքը ասում է, սրանից հետո ով իմ իշխանության դեմ հանդես եկավ, հանցագործա։ Այ լսի, այդ փողը չեն տվել, ես գիտեի տվել է։ Ուզի պետք է համակերպվի իմ գոյության հետ։ Ոչ չի կարա ասի, չէ, եթե Նիկոլն է իշխանության, ես Հայաստանի հետ հարաբերություններ չեմ հապահելու։ Որ սխեմայում է ժողովրդավարություն բառը ենթադրում միանձնյա իշխանություն պարլամենտական երկրում։ Առողջ մարդը չի կարա Գեգամ Նազարյանը լինի։ Իշխանությունը պահելու համար կամ պետք է շատ փող ունենաս, կամ պետք է լուրջ աջակցություն։ Եթե Էրդողանը զոր կա մտցնելու, կարա ստացվի։ Եթե մի տարի, ուղիղ մի տարի իրան հաջողվի այդ բռնապետությունը պահել, կհաջողվի պահել նաև 5 տարի։ Պետք է Ալիևի դեմ պայքարել, էլ չի կարա իր աղբերն է։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործկանի հասցեին։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս Բաբաջանյանը այս տաղավարում փորձում ենք վերլուծել ամենակարևոր քաղաքական իրադարձությունները։ Ամենասկզբից պիտի խնդրեմ բաժանորդագրվեք, եթե դեռ ինչ-որ պատճառով դա չեք արել եւ կարող եք մեզ մեկնաբանություններ գրել։ Իհարկե կարող եք նաեւ այս տեսանյութը տարածել, որպեսզի մեր աշխատանքը աննկատ չանցնի YouTube-ի հսկայական ծավալի մեջ։ Ողջույն Ավետիս ջան։ Բարև ձեզ, սիրելի հետևորդներ, բարև Զառա։ Ուրեմն Ես չգիտեմ ինչի, բայց իմ տրամադրությունը շատ բարձր է ու նորմալ adekvat մարդու դեպքում տես չէր կարա լիներ, որովհետև երեկվային իրադարձությունները, որ տեղի ունեցան կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, միայն վրդովմունք, ցասում, չգիտեմ, հիասթափություն կարող էր առաջացնել, բայց ես անկեղծ վստահ եմ, որ երեք մի բան տեղի ունեցավ, որը միացրեց այդ հետ հաշվարկի մեխանիզմը։ Այսինքն, եթե դու ուզում ես գնաս իշխանությունը զավթելու ճանապարհով, այդ իշխանությունը զավթելը պետք է անես ինչ-որ կերպ քողարկված, ինչ-որ կերպ մտածված, պետք է ինչ-որ մարդկանց հետ ամեն դեպքում նաև համաձայնության գնաս, հա։ Դու չես կարա բոլոր ընդդիմադիրներին հրճակես քեզ թշնամի, բոլոր ընդդիմադիրների նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորես, մի կուսակցության առհասարակ դուրս թողնես, հա, ընդամենը մի քանի 100 ձայնի պատճառով, ընդ որով շատ ակնհայտ դուրս թողնես, հա, ազգային ժողովի։ Այդ ձայները խլես։ Նախ սկզբից այդ ձայները խլես։ Դայո, ձայնագողությամբ զբաղվեց, այն որ ասում են ուղիղ եթերում, էլի, Վահագն Հովակիմյանին տեղն եմ, ես երևի գերեզմանը կմտնեի 3 գիշերը, էլի։ Չի մտնի։ Չէ, ինքը ընդհակառակ, ինքը որևէ զգացմունք չունի։ Մենք ինչքան ենք խոսել այս տաղավարում Վահագն Հովակիմյանի մասին։ Դու իրեն պաշտոնապես կնքել ես ստրուկ, այդ մենք Հա, Նիկոլա Ստրուկ։ Հիմա նայ, շարունակությունը։ Ինձ թվում է բռնապետ լինելու համար մի քանի նախադրյալ է պետք, հա, սենց բռնապետ լինելու համար, ձայնագողությամբ, սենց ակնհայտ բաներով, սպառնալիքներով, ընդդիմադիրների նկատմամբ այս ագրեսիայի համար մի քանի կարևոր նախադրյալ է պետք, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի։ Առաջինը դա անձայրած իր փողն է։ Լավ կլինի նավթի տեսքով, գազի տեսքով այն մի բանը, որ դու կարաս անդադ վաճառես ու կարաս այդ քո բռնապետական այդ համակարգը գոնե իրավապահներից փողերը մուծես, լավ, մնացածը թողենք մի կողմ։ Մեկը այդ է, մեկը դրսից բան անչա ագրեսիվ աջակցությունը, հա, դրսից այն աջակցությունը, որը նաև կարա նյութականում դրսևորվի, կարա ֆիզիկականում դրսևորվի, ասենք, եթե պետք լինի, չգիտեմ, ցույց ցրել եւ այլն, քեզ զորք ու զենք կուղարկեն։ Հիմա այս մարդը ակնհայտ է, որ այդ աջակցությունը չունի, այդ ֆինանսները չունի, ավելին ենթադրվում է, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում իր բյուջեն սենց լրիվ դատարկվելու է, մկները ծափ են տալու, էլի։ Իր հույսը ինչի վրա է։ Իհարկե համաձայն եմ քո հետ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է բացարձակ բռնապետություն կառուցելու ճանապարհով։ Պարզ է։ Հիմա մեր հետևորդներն են չեն կանում, հա, գյուտ չեն կանում, հայտնագործություն չեն կանում, բանը չենք, էլի։ Ոչ Պլատոնն ենք, ոչ Արիստոտելն ենք։ Ինչ վերաբերում է քո ասած երկու հանգամանքին, որոնք պետք են բռնապետություն սարքել, պահելու կամ բռնապետությունը ամուր հիմքերի վրա դնելու համար, փող եւ արտաքին աջակցություն։ Փող չկա։ Ու չի լինելու։ Չի լինելու։ Սիրելի հետևորդներ, դուք եք զգում, մենք բոլորս էլ տեսնում ենք, որ նույնիսկ այն փողը, որը կար մինչև հունիսի 7-ը, լավ, մինչև մայիսի 4-ը 5-ը, երբ որ Ռուսաստանը սկսեց այդ կամպանիան, այդ փողը չի լինելու հայ ժողովրդի մեծ մասը
ես դրա համար չեմ ուրախանում անկեղծորեն, երբ որ ես տեսնում եմ Մի կողմ թողնենք նույնիսկ ժողովրդին գիտես, ինձ այդքան պարզ է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը գյուղացու բանով առօրյայով շատ մտահոգված չի, բայց այդ գյուղացին նաև հարկեր էր վճարում, այդ հարկերը նաև պետությունն էր պահում, իհարկե։ Հիմա ինքը իր ամենանենց խոշոր եկամտի աղբյուրի հերն անիծեց, ճիշտ է։ Իհարկե։ Ու դժվար թե կարենա գնա համոզի, չէ։ Տնտեսագետներն ասում են, որ 700-ից 1 միլիարդ դոլար փող էր գալի այդ ճանապարհով Հայաստան։ Այս այդ փողը չի էլի, որ կարելի է մեկից պարտքով վերցնել, էլի։ Չէ, տես եվրոպացիները, նույնիսկ եվրոպացիները Ուրսուլա ֆոն դեր Լայնը խոստացավ, ենել չտվեց, խոստացավ 50 միլիոն եվրո։ Այնտեսի այդ փողը չեն տվել, ես գիտեմ տվել է։ Չէ, իհարկե չեն տվել, դա խոստացել են։ Նախ ենթադրենք, եթե տանել, դու պատկերացնում ես այդ փողը մինչև հայ ֆերմերներին իբր թե պետքա Այդ անցյալ անգամ խոսել ենք չկնվեք։ Չի հասնելու։ Հիմա փող չկա, դու ասում ես փող չկա, բռնապետություն չի լինի, սխալ է։ Լիքը աշխարհում լիքը բռնապետություններ կան, որոնք աղքատ են։ Այո, Աղքատ են, բայց իշխանությունը որպես այդպեսին ռեսուրս ունի։ Ինչ ռեսուրս։ Փող ունի, ինքը կարողանում է, չգիտեմ, իր թիկնազորին ապահովի, կարողանում է ոստիկանական ուժերին ապահովի, այդ մարդկանց աշխատավարձները, բարքեվավճարները, հատուկ պայմանները ապահովի։ Հիմա այս տղեն ինչով է ապահովելու։ Երբ որ հասարակությունը սկսում է աղքատանալ, սիրելի հետևորդներ, դուք էլ դա գաղտնիք չի։ Նայ, երբ որ հասարակությունը տոտալ աղքատանում է, քիչ փողով է հնարավոր այդ ամեն ինչ անել, այդ ոստիկանը արդեն համաձայն ավելի քիչ փողով էլ բանանի բռնապետությանը համար գործի, որովհետև տես այդ գյուղացիները որ խավից են, այդ ոստիկանները, այդ ԱԱԾ, չգիտեմ, ես հիմնականում որ ապահովված են։ Այո, ոչ ապահով գյուղական բնակավայրերից եկած մարդիկ են։ Հիմա դու պատկերացնում ես նրա այդ գյուղացի պարեկի, չգիտեմ, ոստիկանի, այս մյուսի, այն մյուսի աղբերը, հարևանը սկսում է վատ ապրել, չէ՞։ Հիմա նայի, ես քեզ բերեմ ուրիշ բռնապետության օրինակով։ Իմ ճանաչած ամենակլասիկ բռնապետություններից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ էլի իշխանությունը հնարավորություն չի տալիս ընտրական գործընթացով որևէ փոփոխության, ու այդ սխեմայում իրանք այդ նավթագազային փողերը ամբողջությամբ տեղաբաշխում են այդ լոյալ ապարատը ձևավորելու համար։ Ճիշտ ես ասում։ Այս տղան հիմա այդ լոյալ ապարատի փող չի ունենալու, անկեղծ չի ունենալու, էլի դա բան չի, հեքիաթ չի։ Նույն բանը կարաս ասես ենթադրենք Ադրբեջանի մասով։ Նույն բանը կարող ես ասել, չգիտեմ, ասենք Բահրեյնի, չգիտեմ, այն սուլթանատներ, մուլթանատներ։ Նրանք հեռու են, նրանց դժվար է ասել, բայց հա, օքեյ։ Հա, հիմա, բայց ուրիշ օրինակ կա։ Ուրիշ օրինակ կա։ Հյուսիսային Կորեան։ Աղքատ ոչ մի ֆինանսական ռեսուրս չունեցող երկիր, որտեղ մարդիկ սոված էին մնում, բայց Համաձայն որովհետև իրանք բազվի են եկել, հասկանում ես, իրանք այդ իրավիճակում հենց մեծացել են։ Այսինքն իրանք չեն տեսել ազատություն, որ դու այդ ազատությունը վերցնես ու ստիպված լինես ինչ-որ ճնշման մեխանիզմներով պահես։ Այդ մարդիկի սկզբանը ծնված են եղել այդ ստրկական համակարգում, էլի, իրանք համար նորմալ է դա։ Մեկը որոշում է բռնապետություն կառուցել ու ունի բռնության մեխանիզմ, ինքը հաստատ։ Հիմա տես մարդկանց անմեղ տեղը բռնում են։ Բացարձակ, մեկին խոսքի համար, մեկին չգիտեմ ինչ-որ գրառման համար, մեկին ուղակի ընտրություններին մասնակցելու համար։ Տես Նիկոլ Փաշինյանը ինչ է հայտարարել։ Ասում է, ես ինչ-որ ձեն ստացել եմ, դա օրգանիկ է, այսինքն իբր մաքուր է, էլի, այդ իմաստով մաքուր է։ Այն ով որ ինձ ձայն չի տվել, դրանք տոքսիկ են։ Դրանք տոքսիկ չեն, ընտրակաշարքով են։ Տոքսիկ է թունավոր են, Նույնիսկ դա հետաքրքրում։ Մեր ստանդարտներով ընտրակաշարքը 10,000 դրամն է գոնե, չէ՞։ Դու դրանից պակաս ընտրակաշարք չի լինում իմ պատկերացմամբ, էլի։ Կապ չունի 25,000-ը թե 10,000 թե 5,000 դրամ հաշվենք, էլի։ Այսինքն բան 658,000 մարդը 10,000 դրամ է ստացել։ Այդ ինչ գումար է անում, ավա դու ես լավ մաթեմատիկայից հաշվի մի հատ։ 650,000-ը, նայ, եթե 6 միլիարդ, հա, ոնց որ հաշվում է, ոնց սպասենք։ Այդքան է մեծ գումար չի անում, Զարա, չէ, շատ չնչին փող անում, հաշվեցի, շատ չնչին, շատ։ Այնքան չնչին, որ նույնիսկ չեմ ուզում ասեմ։ Մի քանի միլիոն դոլար է անում։ 15 միլիոն դոլարի կարգի փող է անում։ Բերեք տվեք իմ փողը։ Ես գնացել եմ ընդդիմություն եմ ընտրել, չեք տվել։ Հարցը դրա մասին չի։ Հարցը դրա մասին չի, որ ինքը
650,000, լավ 650,000 մարդու մարդու հանցագործ հանցագործ, ավարտեց։ Այո։ ինքը ուզում է ասի, ով որ այս երկրում ինձ ձայն չի տալու, չի տվել, սրանից հետո ես այդ մարդկանց դիտարկում եմ որպես հանցագործներ։ Ես ձեզ Հանցագործության կանխավարկածով, անմեղության կանխավարկին փոխարենը։ Լսի, Զարա, դրան տակ շատ ավելի վտանգավոր բան կա։ Ինքը ասում է, սրանից հետո ով իմ իշխանության դեմ հանդես եկավ, հանցագործ է։ Ով ինձ քննադատեց, հանցագործ է։ Շատ լավ, ընտիր։ Ես կարամ այդ մարդկանց մենակ այդ հիմքով, ասեմ, տես դու ուրեմն դեմ ես ինձ, ուրեմն դու նախորդ ընտրություններին գնացել ես եւ ինձ դեմ ես քվեարկել, Ասենք ԲՀԿ ես ընտրել, իսկ այնտեղ հաստատ ընտրակաշառքով ես ընտրել, ուրեմն հանցագործած գնան կամ ուժեղ Հայաստան ես ընտրել, Հայ։ ես օրինակ ուժեղ Հայաստան եմ ընտրել։ Հիմա Ես էլ եմ ուժեղ Հայաստան ընտրել։ ապրես։ Լսի, մեծ հերոսություն չեն կարել, բայց հիմա մենք ուղիղ եթերում խոստովանում ենք, որ մենք հանցագործներ Այո, ենք։ եկեք ձերբակալեք։ Նիկոլ Փաշինյանը մեզ արդեն հրճակել է հանցագործ, հասկանում ես։ Ու տենց բոլոր մեր հետևորդներին։ Ես չեմ կարծում, որ մեզ ԿՊԱ-կաններն են նայում, էլի, ԿՊ ընտրածներն են նայում։ Դե մեզ մի մասը արտերկրից է հետևում, նրանք չեն գնացել։ Բայց եթե այստեղ լինեին, էլի ընտրելու էին։ Նիկոլ Փաշինյանը նրանց հետևից չի գնա։ Չի գնա։ Առայժմ։ Լսի, մի հատ հետաքրքիր բան էլ կա, էլի դիտարկում էլ կա։ Պարզա, որ ինքը սենց մի հատ շատ անհասկանալի բան է անում, որովհետև իմ գոնե տեսած բոլոր ընտրություններից հետո ընտրված իշխանությունը ինչ է անում, ասում է, այսուհետ ես ամբողջ երկրի իշխանությունն եմ, ես կփորձեմ ընդդիմադիրների հետ համագործակցության գնալ, ես նաև այն մարդկանց բանն եմ, ղեկավարն եմ, որոնք որ ընտրել են ընդդիմությանը, մենք կգնանք հաշտեցման գործընթացին եւ այլն։ Այս ակնհայտ իրողություն բոլոր տեղերը տենց են անում։ Այս տղան դուս եկավ հակառակն անում։ Բայց մի հատ էլ է բան անում, որը լոգիկայի մեջ չի տեղավորվում։ Իմ պատկերացմամբ ինքը պիտի ինչ աներ, այդ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին հնարավորություն տար երկիրը լքելու։ Դրանով նախ կլեգիտիմացներ ինքն իրեն, դժվար է ասել, կգնային այդ մարդիկ չէին գնա կամ կգնային հետ կգային ոնց կտեղի ունենալ, բայց ես իրա տեղներն էի, ոնց որ նույն Պուտինն է անում, հա, դարպասները միակողմանի բացում ասում է Ռուսաստանից կարող եք արտագաղթել, ընդդիմադիրներ գնացեք, ընդ Եվրոպայում նստեք, չգիտեմ, ձեր բաները, ոդկասթները վարեք, բաները, YouTube-յան ալիքները պահեք, ոչ մեկ ձեզ չի խանգարի։ Ճիշտ ես։ Այս տղան հակառակն է անում։ Ոչ։ Երբ որ բռնապետությունը թույլ է, այնց դու բռնապետության մի քանի տեսակ կա, էլի, կան այնց բան։ Կարգին բռնապետություն։ Ճիշտ ես։ Կարգին, այսպես ասած, ագրեսիվ բռնապետության պայմաններում բռնապետը սիրում է, որ իր քաղաքական հակառակորդները լինեն ոչ թե դրսում, ոչ թե բանում, ազատության մեջ, թեկուզ դրսում, այլ հենց բանտում։ Երբ որ բռնապետությունը մի քիչ այտենց մեղմա, ինչ որ նենց բարի է եւ այլն, ինքը թողնում է որ գնան դուրս։ Տես, հիմա մեղմա բարի բռնապետ։ Մենք ունեցել ենք խորհրդային միության օրինակը։ Մեր հետևորդների մի մասը կարող է ծնվել է խորհրդային միությունում, մի մասը տեղյակ է։ Երբ որ խորհրդային միությունը ասեն ժոստկի բռնապետական ռեժիմ էր, ռեժիմի բոլոր քաղաքական հակառակորդները նստած էին բանտերում, քաղբանտարկյալները։ Հարաբերակցությունը ուրիշ էր։ 80%-ը պրոիշխանական էր, դու կարա իր սպանին սպանեիր։ Զարա, երբ որ 70-ականների վերջին խորհրդային ռեժիմը մի քիչ սկսեց մեղմանալ, խորհրդային միության հակառակորդների մեծ մասին հնարավորություն տվեց բան անել, արտագաղթել։ Ասում էին դեմ ես սովետական միությանը, խնդիր չկա, մենք քեզ կուղարկենք Միացյալ Նահանգներ։ Չեմադան վокзал ապրես։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տա, որ ինքը սենց բան է, էլի վագր բռնապետ է, սենց առյուծ։ Բայց մարդկանց գցում է անկյունը, հասկանում ես։ Դու հիշում ես այդ բանի անկյունն ընկած մարդու բանի վարքագիծը ոնց է դրսևորվում հետո։ Ճիշտ ես ասում, ուզում ես ասես, որ այդ մարդիկ հայտնվելով անկյունում, սկսելու են դիմադրել եւ ուզեն թե չուզեն, այդ դիմադրության արդյունքում կարան նաեւ իրան հեռացնեն իշխանությունից։
Ակնհայտ, ու մենակ իրանք չեն դիմադրելու, բարձա չէ, որ եթե ես ընտրել եմ ուժեղ Հայաստան, ամբողջ ուժեղ Հայաստանին նստացնի, իմ մեջ ագրեսիա է առաջանալու, եթե ինչ որ հավաք լինի, փողոց փակելու կոչ լինի, ես գնալու եմ այդտեղ կանգնեմ։ Ու տենց բոլոր ուժերի ընտրողներն են, էլի, նես չի։ Զարա, Հայաստանի ընդդիմադիրների դեպքում, ընդդիմության առաջնորդների դեպքում կա մի հատ մեծ բայց, մի հատ շատ մեծ բայց։ Այս մարդիկ եւ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը լինելով ինչ որ իմաստով, Ռոբերտ Քոչարյանի դեպքում չեմ կարող, այտենց բացառում մի քիչ բան անենք, բայց իրանք նաեւ գործարարներ են։ Ռոբերտ Քոչարյանն էլ լավ, էլի Չէ, նա ես ուրիշ բան եմ ասում։ Ուրիշ բան, ուրիշ ձև հասկացա։ Երբ որ դու իրանց թողում ես դուրս գնան, դու պատկերացնում ես ինչա տեղի ունենում։ Այդ մարդիկ ուր են գնալու։ Գնալու են Ռուսաստան։ աջակցություն են ստանալու։ Չէ, պարտադիր չէ Ռուսաստան, ուր ասես կարան գնան։ Նույնիսկ Եվրոպայի կառույցներ, որոնք այս ապօրինությունները չտեսնելու են տալիս։ Ոչ, գնալու են Ռուսաստան եւ սկսելու են Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանն էլ չի աջակցում այս ռեժիմին, եւ փորձելու են Ռուսաստանից Հայաստանում բան անել, իշխանափոխության ծրագիր անել։ Ես կարամ գրազգամ, որ բոլորի սեկտն էլ, որ այս պահին բացի, գնալու են հետ գան։ Ես դրա մասին չեմ խոսում, իրան գնալու են այդ բանի Իզգնանիայի մեջ ապոզիցիա չի լինելու, էլի ոնց որ կա օրինակ Ռուսաստանի դեպքում կամ թեկուզ բանի Ալիևի դեպքում Ադրբեջանն էլ ունի այդպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք դրսից են աշխատում, էլի։ Բայց չունի այտենց մեծ խոշոր ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն դրսում բիզնես կարողություն։ Ալիևը իր բոլոր խոշոր Ալիևը ունի ընդդիմադիրներ, իր ռեժիմի քննադատողներ, բայց դրանք չունեն ֆինանսական բազա դրսում։ Ոչ միայն այո, աջակցություն չունեն։ Աջակցություն չունեն, այո։ Հիմա դու պատկերացնում ես Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը հայտնվելու էին Ռուսաստանում, սկսելու էին փող աշխատել եւ այդ փողը հաստատ օգտագործելու են Հայաստանի ազատագրման գործի համար։ Ես կարծում եմ, որ մնան ու նստած լինեն ու մարդիկ ընկնեն այտենց անկյուն գործընթացները անհամեմատ ավելի արագ են լինելու։ Այդ քո ասածը ոնց որ long time բան է, էլի գործընթացը, ասենց մի 5 տարի հələ 5 տարի, 10 տարի կապ չունի, կապ չունի։ Ես անկեղծ համարում եմ, որ նենց կարճ ժամկետով հետ հաշվար կա բացվել այդ տնտեսական սանկցիաները։ Իր բանի Ալիևի դեմ տված պարտավորությունները, որը չի կարողանալու իրականացնել, նույնիսկ ԲՀԿ-ին ազգային ժողովից դուրս թողնելով ինքը չի կարողանալու համանդրական հարակվեի հարց լուծի։ Այդ բանի եվրոպացիների կիսաանտարբեր բանի մենակ խոսքով աջակցությունը, որը ֆինանսական չի վերածվելու Իհարկե, ոչ մի փող։ Ուզում եմ ասեմ, այդ որ խոսանում էին, ասում էին շուկաները, ես մի հատ կարևոր խնդրի մասին եմ ուզում խոսել։ Հիշում ես, մենք մեր նախորդ հաղորդումների ժամանակ ինչ էինք ասում, որ ինքը իր թիմին եւ իր թիմն էլ հասարակությանը մի բան էր խոստացել, որ երբ որ ես ամսի 7-ին բռնությամբ եւ կեղծիքով իշխանությունը պահեմ, դրանից հետո գնալու եմ Ռուսաստան, հարցը լուծեմ, Պուտինին համոզեմ եւ այլը։ Ինքը մի քանի օր առաջ նույնիսկ սկսեց Պուտինին շողոքորթել, սկսեց ասել, որ Պուտինը ողջախոհ մարդ է, նա Ռուսաստանի օրն է շնորհավորել։ Իմացել ես այդ բանը։ եմ։ Այսինքն ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցել Ռուսաստանից ոչ մի շնորհավորանք, ոչ մի եսիմ, ոչ մի անդրադարձ դրան, հակառակը ընտրախախտումների վրա են շեշտադրում անում, ինքը վերցնում է Ռուսաստանի օրն է ջերմորեն շնորհավորում։ Հունիսի 12-ի մասին է խոսքը։ Եվ հատուկ կազմակերպված բրիֆինգ տվեց ինքը, դրանից մի օր առաջ էլ բրիֆինգ տվեց եւ հատուկ կազմակերպված հարց տվեցին Ռուսաստանի հետ կապված եւ ինքը սկսեց քծնել, շողոքորթել Պուտինին, թե նա ողջախոհ մարդ է, նա պետք է փաստերի հետ հաշվի նստի, փաստ ասելով էլ ինչ նկատի ուներ։ Ուզում էր ասել, ես Պուտինին կայնացրել եմ փաստի առաջ, ես իշխանությունը Հայաստանում բռնազավթել եմ, հիմի Պուտինը ուզի չուզի այդ փաստի հետ պետքա որպես ողջախոհ մարդ, թե չէ, պատժամիջոցներ բանանենք, ծիրանը չենք ուղարկի։ Առանց ծիրան կմնա։ Ոչ թե պատժամիջոցն է։ Դե ուզի չուզի, էլի, ուզի չուզի պետք է համակերպվի իմ գոյության հետ։ Ոչ չի կարա ասի, չէ, եթե Նիկոլն է իշխանության, ես Հայաստանի հետ հարաբերություններ չեմ հապահելու։ Պարզվեց, ինքն էլ հասկացավ։ Պուտինը ողջախոհ չի։ Պուտինը ողջախոհ չի։ Պուտինը որ որոշում է ընդունում չի փոխում։ Հա։
իրենք Այն որ ինքը ասում էր գործարք է, իբր Բարգավաճ Հայաստանը, չգիտեմ Գագիկ Ծառուկյանը, Բոլորին է մեղադրում, մենակ է դա, մենակ Բարգավաճն է։ Իրականում ինքը մինչև 3 իրիկուն ռուսներին գործարք էր առաջարկում։ Ասում էր ուզում եք ձեր Բարգավաճ Հայաստանին թողեմ խորհրդարանում։ Ձեր Հա, ոչ կողմից իրա խելքով, չէ, ձեր իմաստ, գիտես ինչ իմաստով եմ ասում, որ Բարգավաճ Հայաստանը հանդես էր գալի հայ-ռուսական կապերը չխզելու, Հայաստանն է ԵԱՏՄ կազմում մնալու օգտին, այսինքն Ռուսաստանի բարեկամ թշնամի կուսակցություն չէր, ես չեմ ասում Ռուսաստանից կառավարվող կամ չգիտեմ, Ռուսներն էլ հենց այդ սկզբունքով են ընտրում, ում հետ բանի գործարքի գնան, ասում են, քանի որ մարդը մեզ դեմ չի, եկեք Նիկոլի պայմաններին համաձայնվենք, լավ դա բան չի։ Նայեք, խնդիրը որն է։ Նիկոլ Փաշինյանի գծած սցենարը հետևյալն էր։ Ես բռնությամբ, կեղծիքով, սենց իշխանությունը զավթեմ, ռուսները ճիշտ է հիմա սենց դիմադրում են, վատ բաներ են անում, սահմանափակումներ, բան եւ այլը, բայց ընտրություններից հետո կտեսնեմ, որ ինձ հաջողվեց իշխանությունը պահել, ու ավելի հեշտ է իմ հետ բանանել։ Ես իրանց կառաջարկեմ գործարք։ Կասեմ, սիրելի ռուսներ, տեսեք, հիմա դուք Հայաստանում պարտվեցիք, բայց կարաք կիսատ պարտվեք։ Ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի ձեր այդ պարտությունը շատ դաժան չլինի, ես կթողնեմ, որ նախ ես ինքս մի քիչ ավելի պրոռուսական կդառնամ, մի քիչ, այդեն շատ չէ, բայց մի քիչ կդառնամ։ Եվ բացի այդ, դուք Հայաստանում ճիշտ է իշխանություն չեք ունենա, բայց ընդդիմությունը կլինի ձեր կողմնակիցը, հայ-ռուսական բարեկամության, ԵԱՏՄ կողմ։ Ինչ եղավ այդ շեդևր պլանին, ինչը խանգարեց։ Հա, թույն բան։ Գիտես չէ, նույն տեքստերը ինքը ասել է իր ԿՊ Հո ես ներկա չեմ եղել։ Ես ներկա եմ եղել, որովհետև դրանց հետ շփվում եմ։ Ես չեմ շփվել։ Բոլորը նույն տեքստին ասում, հարցը կլուծվի։ Ու լուծվելու էր իմ ասած տրամաբանությամբ։ Ես հո չգիտեմ ինքը ինչ է ասել կամ ոնց է, բայց մարդու քայլերը շատ հեշտ է, այնքան պրիմիտիվ է, որ շատ հեշտ է կարդալ, շատ հեշտ է կարդալ։ Հիմա ռուսները ինչ ասեցին։ Ասին ախպեր ջան, մենք այդ քո խաղը չենք խաղում։ Քո պարը, քո առաջարկած պարը մենք չենք պարում, ընկեր։ Մենք ուզում ես ոչնչացնես քո ընդդիմությանը, ոչնչացրա։ Ուզում ես նստեցրա։ Երկիրը դու ուզում ես ոչնչացնես, Հա, ոչնչացրու։ Մենք քո հետ գործարքի գնացողը չենք։ Գնա քո համար ինչ ուզում ես արա։ Դրա համար քանի ամիս ես դիմանում։ Հա, դրա քանի ամիս ես դիմանում։ Դրա համար ինքը 3 Բարգավաճ Հայաստանին զրկեց մանդատներից եւ բացի այդ հայտարարեց, որ մնացածն էլ հանցագործներ են։ Մենակ այդ չի, այսօր հակակոռուպցիոնը դիմել է արտադրության նախարարին, ասում է օրենքի մեջ փոփոխություն կատարենք, եթե ընտրակեղծիքներով անտրվել է ուժը, ազգային ժողով մտնելու իրավունք չունենա։ Այսինքն վերցնելու է, բոլոր 2 են մնացած ընդդիմադիրներին էլ օրենքի ուժով դուրս թողնի։ Ես անկեղծ չեմ հասկանում, որ սխեմայում է ժողովրդավարություն բառը ենթադրում միանձնյա իշխանություն պարլամենտական երկրում։ Այդ պահը կբացատրես։ Զարա ջան, ինքը կբերի իր համար ցանկալի 2 կուսակցության կբերի կմցնի խորհրդարան։ Ոնց, ընտրություններն անցել են։ Զարա, կապ չունի։ Հիմա ես քեզ մի հատ բարձ օրինակ եմ բերում։ Ինքը կբերի, ասենք, հիմա կարող է մի քիչ բան անես, Թաթոյանին։ Չի գա Թաթոյանը։ Կգա։ Լավ մի արա։ Եթե չի գա։ Երեք Թաթոյանը չմիացավ, չէ՞, համատեղ հայտարարությանը։ Ոչ, Զարա, ինչ որ։ Չի գա։ Ուրեմն սիրելի հետևորդներ, 3 միասնական ընդդիմությունը, այսպես ասած 6 քաղաքական ուժեր, ինչ Ես համաձայն չեմ քո ասածի հետ։ Մի համաձայնվի, բայց մենք հստակ չենք եկել իրար հետ բանը սինխրոն պլավնի մասնակցել։ Սինխրոնի կարիք չկա, բայց հայտարարությունը եղել է չի ստորագրել, բայց 1000 հատ շատ բան տղա է էլի, տենց ինքը իր բան աշխարհում ապրող, կարող է ինչ որ մի հատ մի նախադասության մի տողի հետ համաձայն չի եղել։ Ես ասում եմ, դրանից մի ենթադրություն արա, որ ինքը բան է։ Շնորհապետականին կբերի։ Շնորհապետականին կարող բերի, դա խնդիր չի։ Շնորհապետ, հիմի քեզ մի հատ հարց եմ տալիս։ Շինյանի շնորհապետականին
Ուրեմն քեզ բաբաջի։ sense մի հատ հարց եմ տալի։ Ասելու է Թաթոյանը գիտես ոնց է հիմնավորել։ Ասելու է սիրելի հայ ժողովուրդ։ Լավ, всё, թարգի, դա Դուք ինձ տվել եք 33000 ձայն։ Հիմա ես կանգնած եմ շատ ծանր ընտրության առաջ։ Տեսեք, շնորհապետականը համաձայնվել է։ Հաջորդ ուժը դա այն բոլորին դեմն եմ, եթե ես հրաժարվեմ, վերելու է այդ բոլորին դեմիմ կամ չգիտեմ, Всё, փակի թեման, չէ, չի լինելու տես բան, մի ավանարա, չէ։ Լավ, չի լինելու։ Ես ասում եմ լինելու է։ Ես կարամ ասեմ ուրիշ ձև կարա անի, ոնց որ վրացի կարեցին։ Հա, ուղղակի ոչ մեկի Մի չթողի։ անձնա մի բանով, կուսակցությունով իշխանություն ունենա։ Վրացիների դեպքում մի քիչ ուրիշ էր։ Վրացիների դեպքում, Վրաստանի դեպքում նրանք իրենք են հրաժարվել իրենց մանդատները վերցնելու։ Եվ երկրորդ, Վրաստանի իշխանությունը կարողացավ այդ ընդդիմադիրների մեջ, այսպես ասած, սեփ խրել։ Մի կուսակցություն վերցրեց մանդատները։ Դու գիտես, անցյալ տարի նախքին կարծեմ Ղարիբաշվիլիի կուսակցությունը վերցրեց մանդատները 4 ուժ էր անցել Վրաստանում 1.5 տարի այդ 4 ուժը դիմադրեց մանդատները չվերցրեց անցյալ տարի աշնանը իմ հիշելով Ղարիբաշվիլիի կուսակցությունը վերցրեց մանդատները դա ուրիշ պրոյեկտ է երբ որ ընդդիմությունը ինքն է հրաժարվում մանդատները վերցնելու Սա ընտրակեղծիք է, սա փաստացի ընտրակեղծիք է, էլի, հիմա այս ձայնագողությունը դա խայտարակություն է։ Հիմա եթե ինքը Բարգավաճի քվեները գողացել է, մանդատները գողացել է, ի՞նչն է խանգարում եւ գողացել է վերցրել է իրան, չէ, վերցրել է իրան։ Իմիջիայլը այսօր հետաքրքիր մի հատ խոսակցություն եմ ունեցել, մի հատ շատ լավ փաստաբան ընկեր ունեմ, որը հենց քաղաքական փաստաբան է, անկեղծ, ասում էր լավ ԿՀՄ բարձա, որովհետեւ դե Վահագն Հովակիմյան, հա, իսկ թվում է որ ուրիշ մարդ էլ չէ, մենակ դու իր մասին կարծիք հայտնած լինեիր, Զաղաշխարհը արդեն դրա մասին կիմաներ։ Բայց ասում եմ, համանդրական դատան, ասում են, դա երիտասարդ դատավորներ են, էլի 50 տարեկան, իրանք հասկանում են, որ սա հնարավոր է, մաքսիմում հնարավոր ալնելու պահել 5 տարի, էլի, դա տենց շատ մեծ հրաշքով կարա տենց լինի։ Այդ մարդիկ գոնե վերաընտրություն կնշանակեն։ Ու իրականում վերաընտրություն նշանակել ամենաճիշտ որոշումը կլիներ, սա կհանդարտեցներ այս իրավիճակը։ Վերաընտրությունը 3 տեղամասում։ Այո, 3 տեղամասում։ Ու դա գիտես ինչ կաներ, ոնց որ մի տեսակ կջրեր իրավիճակը, էլի, այս ընտրակեղծիքը որպես այդպեսին չէր դառնա ակնհայտ, որովհետև հիմա ասենք ձայնագողությունը, էլի, ուրիշ բան չի կարա լինի։ Ինքը ասում է, ՍԴ-ն կորոշի վերաընտրություն այդ 3 տեղամասում։ Դու համաձայն ես, կարա տենց որոշում լինի։ Դե մենք ՍԴ-ն բանի։ ՍԴ-ն ինքնուրույն մարմին չի, ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Որ Սեդա Սաֆարյանն էլի, բարձա չէ որոշում։ Այդ մարդիկ, տես, դու ասում ես 5 տարի։ 5 տարի ձև չկա, չէ, 5 ամիս, ես ասում եմ 5 ամիս։ Ես մտածում եմ, որ գոնե մի տարի կձգի։ Մի տարի կձգի, եթե մի տարի ձգես, դրանից հետո 5-ն էլ կձգի։ Չէ։ Ավո, համաձայնվի սա ավելի վատ էր, քան մարտի 1-ը։ Բանի առումով, հետևանքների առումով, ընդ մարտի 1-ը, հասկանում ես, այդ կարելի էր տարատեսակ մեկնաբանել, սկզբում ոստիկան են սպանել, դրա համար է տենց եղել, բանը փողոցում են եղել, ցույց է եղել եւ այլ, այս անհնար է այլ կերպ մեկնաբանել, քան ձայնագողություն։ Զարա, տեղի է ունեցել տոտալ ձայնագողություն, պարզ է։ Ինքը իշխանությունը գողացել է, դա պարզ է, բայց իր իշխանության ըլնել չլնելը կապ չունի նրանից ինքը բացահայտ է գողացել, գաղտնի է գողացել, բռնությամբ է գողացել։ Հանրային կարծիքը, մարդկանց այդ զգացողությունը, որ մենք ձայն ենք տվել այլ ուժի, ընտրվել այլ ուժ։ Ես ուրիշ բան եմ ասում։ Իրան ձայն ինքը խաբել է։ Իր ընտրողներին ինքը խաբել է։ Հիմա տես, բոլորը քննարկում են այդ Արմաշի հայտնի գյուղացու հայտարարությունը։ Չեմ տեսել, ինչ է։ Արմաշում մի գյուղացի հարցազրույց է տալի եւ ասում է, որ թութը թափվում է ծառերի տակ, 30 օրական 30 տոննա, ծիրանը չի ծախվում, ես ավելի խայտարակ բաներ գիտեմ, օրինակ շուկաներում մարդիկ ուղակի բեռնատարներով Բադրջան են թափում, չգիտեմ, կանաչեղեն են թափում, ասում եմ մի խայտարակ այնքան վատ վիճակ է, որ հակասանիտարական վիճակ է ստեղծվում։ Պատկերացրա աղբավայրի խնդիր ենք ունենալու, դա ժվաճառքի խնդիր։ Այն օրը մեկը ինձ պատմում էր, ասում էր թարխունը ընենց էր խոտել, իսկ թարխունը հիմնականում արտահանվում էր Հայաստանից, հիմա որ չի արտահանվել,
բերել են շուկա, չի ծախվել, մնացել է այդ նեխած կանանչին, մի սարսափելի հոտ է, ասում է բոլորը բողոքում էին, թե այս թարխունը բերեցին, սպանախ, դու գիտեիր, որ Հայաստանում մեծ արտադրություններ կային, գյուղացիները սպանախը հավաքում էին, տալիս էին այդ, այսպես ասած, վերամշակող ձեռնարկություններին, իրանք դա խորը սառեցում էր արվում, ես օրինակ չգիտեի, երեք եմ իմացել, երեք չի առաջի օրը, երբ որ ինձ պատմել են, ասում Հիմա վերջը լավ է, Արմաշի գյուղացին, ասում է մենք 70% Նիկոլ Փաշինյանին ձայն ենք տվել, բայց հիմա մեր թութն ու ծիրանը չի ծախվում, թող Նիկոլ Փաշինյանն ու Գևորգ Պապոյանը գան տեսնեն, չէ, գան տեսնեն մեր վիճակը ու այս հարցին հրատապ լուծում տան։ Հիմա ես դա ինչի համար եմ ասում, մարդիկ այնքան բան չունեն, մտածում են, ինչ ասեմ, հեռատեսություն էլ չեմ ուզում ասեմ, էլի, ահա բանականության հետ կապը լրիվ կտրե, ասենք փոխանակ աման չես, որ ասես մեր գյուղը 70% ընտրել է, հիմի փաստի առաջ են կանգնել։ Լսի, բայց ինչի պետք է Նիկոլ Փաշինյանը գա ձեր գյուղ կամ ինչի պետք է ձեր հարցին հրատապ լուծում տա։ Ինչի։ Արդեն ընտրել եք։ Արդեն ընտրել։ Հաջորդ անգամ կգա 5 տարի հետո ընտրությունների նախաշեմին կգա ինչ պետքա կօգնի դա։ Երբ որ ես ասում եմ, որ ռեժիմը վտանգի տակ է, ես նկատի ունեմ, որ 100,000-ավոր մարդիկ, ոչ թե որ ինքը ձայները գողացել է կամ չի գողացել, 100,000-ավոր մարդիկ մնալու են առանց գործ, առանց եկամուտ։ Իսկ ճիշտ է, որ ռուսները արդեն բան են ուղարկել գազի գնի հետ կապված։ Ես չգիտեմ, նույնիսկ եթե գազի գինը չբարձրանա, դու չես բարձրանալու է, իհարկե բարձրանալու, բայց նենց խայտարակ վիճակ է երկրում ստեղծվելու։ Այսօր առավոտը մգերից մեկը պատմեց 60 տոննա պամիդորը տարել են Լարսեն հասցրել, Լարսից չեն թողել, հանել են, բան են արել, մոտակա աղբավայրում փող են վճարել, որ կարողան թափեն, դա լոձերի չի է, այդ Դե հա, Վրաստանի տարածքում, հա։ Դատարկել են ավտոները, հետա բերել։ Ասում է 10 հատ ֆուր ունեմ, շո։ Նայ, այդ գյուղացիները, այդ ջերմոցի տերերը մնացին անգործ։ Այո։ 10 ֆուրի վարորդ մնաց անգործ։ 1000 վարորդ կա բանի ֆուրի բան։ Դու չես պատկերացնում, քանի տասնյակ հազար մարդ է աշխատում, որպես բանվոր, քաղում են, մշակում են, պահածոյի գործարան, չրերի գործարան, չգիտեմ, բանկերում վարկ տվող աշխատակից, գյուղատնտեսական վարկ տվող աշխատակից, բանկի աշխատակից, դաժե ինքն է կապված այս ամեն ինչի հետ։ Բայց այդ մարդիկ, այդ գյուղացիները, երեք մեկը ինձ պատմում էր, ասում էր մեր գյուղում այդ մարդիկ ովքեր այդ բերքը հավաքում էին, տանում էին, տալիս էին այդ գործարանին, դրանք սալյուտ են խփել։ Նիկոլի հաղթանակի առիթով։ Մի քանի 100 հոգի կարող են հիմա ակնհայտ է, որ ինքը նաև նկարչություն է արել։ Մի 100-150,000 ձայն ինքը իրան նկարել է, ավելացրել է։ Կրկնակրվարկությամբ արել, թե չգիտեմ։ Զինվորների միջոցով արել։ Ոնց արել, ինքը փաստացի ընտրված չի։ Զարա, բայց հասարակության գյուղացիներին թողենք հանգիստ, ախպոր պես այդ մենք ենք մեղավոր, նորմալ մարկանց չենք կրթե չենք կացրել, որ քաղաքական համակարգը ոնց է ձևավորվում ու ընդհանրապես ընտրությունը ինչ է նշանակում, որ գնում ես քվե ես տալի, ոչ թե տալիս ես, որ Նիկոլը բանի Քոչանին ու Ծառուկյանին սատկացնի, այլ տալիս ես, որ քո բանի ապրելու մինիմալ բաները ապահովի հիմնադրյալները։ Հիմա այս պահին ինքը չի հասկացել, հələ կհասկանա մի քանի ամսվա ընթացքում շատ արագ տեղ կհասնի, այդ մարդկանց հանգիստ ենք թողնում։ Փաստը մնում է փաստ, հանրային կարծիքում այս ընտրությունները կեղծված են։ Այսինքն չի կարողանալու ընդհանուր սոցիումը համակերպվի այն մտքի հետ, որ Նիկոլը ընտրվել է, չկա այդ էմոցիան։ 21 թվին կար այդ էմոցիան, որ Նիկոլը ընտրվեց։ Խաբեցին, համոզեցին, որ տենց է։ Ես սարսափելի ինձ դժբախտ էի զգում, ասում էի չի կարելի, չէ, ոնց կարա իմ, չգիտեմ, հարևանը գնա Նիկոլ ընտրի, չհասկանա այսքանը։ Հիմա այդ դժբախտության զգացումը չունեմ։ Իհարկե, որովհետև սա կեղծված, պարտադրված, քրեական հետապնդումներով ապահովված ընտրություն էր։ Այսինքն այս անգամ Նիկոլը չի ընտրվել, չընտրված իշխանությունը պահելու համար կամ պետք է շատ փող ունենաս, կամ պետք է լուրջ աջակցություն։ Եթե Էրդողանը զոր կամացնելու, կարա ստացվի, բայց ինքը ոնց է դա անելու, ես չեմ հասկանում։ Եթե դու մտածում ես, որ ինքը բռնության ապարատը ուռճացնելու է, ամբողջ պետության ֆինանսները դնելու է բռնության ռեպրեսիվ ապարատը ուռճացնելու վրա, Բերդերում տեղ չկա։ Նոր բերդ կկառուցեն։ Մինչև սարքի մի տարի կանցնի։ Տնային կալանք կտան, մինչև սարքելը։ Ոնց որ հիմա անում են։
Քանի 100 մարդա տնային կալանքի տալ։ Շատ, Հա, 100 1000, հազար։ մարդկանց կզրկեն, ասենք, խոսելու իրավունքից։ Հենա Ալեն Ղևոնդյանին համար Այդ ստատուսի մեջ առհասարակ բան չկա։ Դու կարդացել ես այդ կարդացել եմ, ոչ եմ կարդացել։ Հանրահավաքի կոչել չէր կարելի դա անվանել։ Հիմա բայց առանց որևէ բանի այդ մարդուն զրկեցին խոսելու իրավունքից։ Վաղը որ նույնպիսի որոշում կայացնեն իմ ու քո նկատմամբ, ասենք զրկեն խոսելու իրավունքից։ Ինչ իր իշխանություն դրանից ավելի հիմնավոր կդառնա։ Զարա, բռնապետությունը կտարածվի երկրում, հասկանում ես, երբ որ դու բան ես անում, փակում ես բոլոր խոսող բերանները, երբ որ դու կալանավորում ես բոլոր բաներին, ընդդիմադիր պայքարող մարդկանց, դրանով մի մասին վախեցնում ես, մի մասին լռեցնում ես, վերջ։ Վերջ չի։ Պետք է կարողանաս քո ոստիկանի վարքավճարը 10 ու աշխատավարձը 10, որ ինքը թուքում ուտելուց իր բանում բակում, երբ որ կրանիկ ասեն, այ տականք դու ես բանի բռնապետի ռեժիմն է սպասարկում, ինքը այդ թուքը մուր ուտելուց հասկանա, որ փողի խաթրանում նստելա քարտին արդեն փողը։ Պետք է կարողանաս արտաքին գործընկերներից բերանը փակել տալ։ Արտաքին գործընկերները քո ասած եվրոպացիներն են, թուրքերն են եւ ադրբեջանցիներն են։ Պարտավորությունները համադրություն փոխելն է, չես կարող անես ոնց ես անելու։ Պարտավորությունները հողերը հանձնելն է, ամեն հող հանձնելուց խնդիր է առաջանալու, այլևս դու ընտրված իշխանություն չես։ Ոչ մեկ չի ընկալելու, իրանցի պես ոնց որ տարեր հանձնեցիր, Տիգրանաշյանի հանձնումը չի ստացվելու։ Դաժե իրանցի համար սրբազան շարժում եղավ։ Այն ժամանակ, երբ որ ինքը լեգիտիմ ընտրված իշխանություն էր, հիմա ինքը չունի вообще ջոկմես տակը պատվանդանը չկա։ Դատար կա, օթում կախված է խեղճտղեն։ Ու ինքն այնքան ագրեսիվ է, այնքան սպառնա։ Ես իրա տեղներն եմ, այդ ուժեղ Հայաստանի բոլոր տեխնացուների դես ընթացքում կխոսեմ, կհամոզեմ, Գեգամ Նազարյան կանեմ։ Նախ դա դժվար է։ Բոլորը չի որ Գեգամ Նազարյան են, պետք չի մարդկանց մասին շատ վատ մտածել։ Գեգամ Նազարյանները դրանք այդ ուղղությամբ աշխատել էլի։ Գեգամ Նազարյանները դրանք շատ տենց սպეციფիկ հիվանդ մարդիկ են։ Չէ, դա հիվանդությունն է, գիտես, նորմալ մարդը չի կարա, առողջ մարդը չի կարա Գեգամ Նազարյանը լինի։ Իհարկե։ Դա հատկապես տղումարից հետո։ Եթե ուրիշ դա հոգեկան խանգարման հետևանք է։ Առողջ մարդը, հոգեպես առողջ մարդը, այն ինչ որ արեց Գեգամ Նազարյանը, որևէ հոգեպես առողջ մարդ չէր կարա աներ։ Դա միանշանակ է։ Ես չեմ կարծում, թե ուժեղ Հայաստանի ցուցակում երկրորդ Գեգամ Նազարյան կա։ Կարող է մի հատ լինի, ես չգիտեմ, բայց չեմ ուզում։ Չէ, մենք չեք ճանաչում անկեղծ։ Չէ, ես չեմ ճանաչում, դրա համար չեմ ուզում ին վրա մեղք վերցնեմ, բայց չեմ կարծում, թե այդ աստիճանի հոգեկան հիվանդներով է Սամվել Կարապետյանը իրան շրջապատել։ Ես այնտեղ որևէ մեկին անձնապես չեմ ճանաչում։ Ուղղակի անձնապես չեմ ճանաչում։ Նույնիսկ ասենք, չգիտեմ, մենակ երևի Էդգար Ղազարյանի հետ է, որ բարև բայլուս ունենք, մեկ էլ այն օրը իրար հետ ծանոթացանք Հարություն Մնացականյանի հետ, որը շատ լավ տղա էր, շատ լավ տպավորություն թողեց, օրինակ հաստատ Հարություն, եթե բոլորը Հարություն Մնացականյանի նման մարդիկ են, որևէ մեկին չեն կարող կասկածել Մամիկոն Ասլանյանը, Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, շատ են։ Հա, ուզում եմ ասեմ, չեն դառնա Գեգամ Նազարյան։ Նայ, այս իր ագրեսիան նաև այդ Գեգամ Նազարյան սխեման կիրառելու հնարավորությունն է փակում։ Այսինքն, երբ որ դու գնում ես sense այս տարանջատման սկզբունքով, դու չես էլ կայանալու էլի մարդիկ բարիկադից են կողմ են հայտնվելու, այս կողմ անցնելը դառնալու է ճակատագրական քայլ։ Զարա, երբ որ ինքը այդ մարդկանց զրկում է մանդատից, ինքը բերում է շնորհապետականին ու չգիտեմ, ասենք, ինչ ասեմ, դոգին Այդ խնդամյա բաններն ասում են դա անհնար է։ Ասում են անհնար է, համադրությունը առանց փոխելու անհնար է, համադրությունը փոխելու համար բավարար ձայներ չունի։ Всё, անհնար է, տեխնիկապես անհնար է։ Զարա ջան, բռնապետության պայմաններում սահմանադրությունը ցածր է բռնապետի կամքից։ Խունտա է, ով։ Ապեր հիմա դու ասես խունտա է, խունտա չի, ես չգիտեմ ինչ է, բայց երբ որ մենք խոսում ենք բռնապետության մասին, բռնապետության մեջ բռնապետի կամքը ավելի բարձր է ցանկացած գրված կամ չգրված օրենքից։ Ինչ սահմանադրություն։ Եթե դա բռնապետն է ասում։ Դա ինչ իրավաբանները, հետո
Իրավաբաններին գնա հարցը։ Ահա, դու այդ տղու հետ աշխատել ես։ Ինքը կարա տես բռնապետ լինի։ Այո, Անձնական որակներից ելնելով։ այո։ Ֆրանկոյա, չգիտեմ ինչա, բանա, ով է ինքը որ Ին- կարենա այդտենց բան իշխանություն պահի։ Ինքես թվում է Ֆրանկոն կամ չգիտեմ մյուսները կամ նույնիսկ այդ Հիտլերը բանը, ինչ Նիկոլի նման տա մարդիկ են եղել վախկոտ շրջապատված ծառայամիտ մարդկանցով Իմ տեսած բռնապետները բոլորը շատ խելացի են, կազմակերպված են, բոլորը բանն ինչա մի քանի քայլ առաջ մտածելու ունակություն ունեն, բոլորը կարողացել են իրանց իշխանությունը դնեն ավելի լուրջ հիմքերի վրա։ Այս տղեն 80% ձայնով եկել է 9 տարի հետո ընտրակեղծիքով էլ չի ընտրվում։ Տարբերություն կա, էլի։ մի անգամ ասել եմ, նորից եմ ասում, բռնապետության երկու տեսակ կա։ Բացի են մեկը, որ ագրեսիան ուղղվում է արտաքին աշխարհ, բռնապետը հայտարարում է, որ Որը ճշտամի են, մենք պետք է պաշտպանենք։ մենք պետք է պաշտպանվենք, մենք պետք է ազգովի համախմբվենք բռնապետի շուրջը։ Լավ սխեմա է, աշխատող։ Աշխատող սխեմա։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա չի կարող լինի, որտեղ ինքը վախկոտա խղճալի է, հա, ում դեմ պայքարի, արտաքինում ում դեմ պայքարի։ Ինքը Բայց Ալիևի դեմ պայքարելն էլ չի կարող իր աղբերն է։ Հիմա մնացել է այդ բռնությունը ներս, այսինքն մեր ճշնամիները ներսում են, մենք պետք է համախմբվենք բռնապետի շուրջ, այդ իր այսպես ասած էլի, որպեսզի ներսի ճշնամիներին Okay, համաձայն եմ, բայց ներսի թշնամին ուղիղ այնքան է, ինչքան իրանք են։ Դե նորմալ է, Ոնց կարան ազգի կեսին թշնամի հրճակեն։ Ես հասկանում եմ 5-10% լինի, 15%։ Ոնց կարա 50%։ Հիմա ասեմ նորից կասես ավուն ասեց։ Ասա։ Պոլ Պոտը իր ազգի կեսին սպանեց, կեսին։ Ընդ որում սպանեց ազգի առավել խելացի, առավել գրագետ, առավել զարգացած հատվածին։ Կամբոջայում ագնոց կրելը համարվում էր խելքի նշան, ասում են, եթե դու ագնոց ես կրել, ուրեմն դու գիրք ես կարդացել, աշկերտ փչացել, եթե դու գիրք ես կարդացել, ուրեմն մենք քեզի պետքա սպանենք, որովհետև դու եթե գիրք ես կարդացել, արդեն այդ խայտ տառակ համաձայն չեմ, մենք Կամբոջայում չենք, այս պետությունը արդեն բանի եւ արդարընտրության մեխանիզմի համնատեսել եւ ազատ մեդիայի համնատեսել, Էլվի չի դիմանալու, չի տայնալու, չի ստացվելու։ Այդ քո ասածին էլ բացատրություն կա։ Կա երկու կորեաները իրար կպած։ Այո։ Մի կորեան Նրանք ի սկզբանե բանից աղքատ բան ագրարնի պետություն են եղել, ամեն մեկը տարբեր ուղղությամբ է զարգացել։ Մենք ազատ ինտերնետ ենք ունեցել, ազատ մամուլ ենք ունեցել, իրավապահ համակարգ ենք ունեցել, դատական համակարգ ենք ունեցել։ Այն մի Կորեայում ազատ մամուլ կա, ազատ ընտրություններ, նախագահներին սկզբանե են տենց զարգացել է դեմ ասում։ Ի սկզբանե որ թվից։ Համը բերաններումս այլ չենք կարա հրաժարվել։ Ի սկզբանե որ թվից 53 թվականից։ Լավո։ Հիմա 100 դրամի համար երթուղայինի փողի համար ամիսներով այս երկրում պայքար է գնացել։ Ուզում ես ասես, որ դարա $660 գազը ու Նիկոլը բռնապետ չընտրված, բան, իրան ներելու են։ Իրան չեն բան անելու, նեղելու, ասել են օքեյ, նստի։ Մենք էլ կդիմանանք, կսարենք, կմեռնենք։ Քո ասածը պետք է բան լինի, էլի, շատ անձնա զոհ վիճակ լինի։ Դարա հայ ժողովուրդը պայքարելու է։ Ես չեմ ասում, որ համակերպվելու է։ Ես չեմ ասում, որ Նիկոլին հեշտ ալնելու բռնապետություն հաստատել, բայց Նիկոլն էլ փորձելու է։ Բայց որ Նիկոլը, ես ասում եմ, որ Նիկոլը փորձելու է բռնապետություն հաստատել։ Ես դրա համար ասացի, եթե մի տարի, ուղիղ մի տարի իրան հաջողվի այդ բռնապետությունը պահել, կհաջողվի պահել նաև 5 տարի։ Երբ որ դու ասում ես, «Ո 5 տարի շատ է, 6 ամիս», ես ասում եմ, ապրենք կտեսնենք, կարա ինքը հաղթահարի հայ ժողովրդի դիմադրությունը։ Մենակով Պարզա չէ, որ իրան հույսը գիտես նաև ինչի վրա է։ Էրդողանի։ Էրդողան այդ արտաքինը չէ։ Նաև նրա վրա է, որ հայ ժողովրդի դժգոհ մասը միշտ գիտես ոնց է եղել։ Քոչարյանին ու Ծառուկյանն է մեղադրել։ Ոչ, դուրս է եկել։ Արտագաղթել։ Հա, արտագաղթել է։ Մարդիկ դժգոհ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից, փորձել են այդ իշխանությունը փոխել։ Հիմա վիճակը չէ, Եվրոպայում անհարմար ընդունող չկա, Ամերիկայում սաղ փակած ընդունող չկա։ Այսօր գիտես ինչ եմ կարդում։ Չեն գնալու։ Այսօր գիտես ինչ եմ կարդացել։
Ուրեմն ամերիկյան ինքնաթիռը, որի մեջ եղել են Հայաստանի նաև մեծ թվով Դեպոտները։ ուր են դեպորտ արել, գիտես, կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, մի խայտառակ երկիր, որովհետև այդ մարդիկ հրաժարվել են Հայաստան գալուց, ասել են չեք ուզում Հայաստան կուղարկենք կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն։ Դու պատկերացնես ինչ խայտառակ տեղ, խայտառակ աշխարհի ամենաաղքատ, ամենավտանգավոր, կրիմինալ երկրներից մեկը, որտեղ Չէ, գնալու տեղ չունի հայ ազգը։ Դե դրա համար եմ ասում։ Գնալու տեղ չունի ու դա այսեն սիրուն բաղն է, որ շատ հետաքրքիր է լինելու։ Համաձայն ես, որ ոտակա ամիսները շատ հետաքրքիր է լինելու։ Այո, ես համաձայն եմ, որ շատ հետաքրքիր է։ Ես էլի եմ ասում, չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը հաջողվելու է հաստատել բռնապետություն։ Ես ասում եմ ինքը փորձելու է եւ դրա հավանականությունը, որ ինքը կարա հաջողվի, կհաջողի, կա։ Կանա Փոճուր, կա Փոճուր։ Չէ, ամեն դեպքում հետաքրքիր է լինելու։ Ես հույսով եմ, որ մենք կշարունակենք մեր հանդիպումները, որ մեր խոսքի ազատության նկատմամբ որևիցե սահմանափակում չի լինի, գոնե հիմա, գոնե թութ մի մոտակա ամիսները։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, խնդրում եմ ներքևի մասում մեզ մեկնաբանություններ, հարցեր գրեք, կարող եք նաև բաժանորդագրվել այս ալիքին։ Հաջողություն։ Հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքով։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։